ԵԱՀԿ-ի Մոսկվայի մեխանիզմի զեկույցը Վրաստանի վերաբերյալ ներառում է մի շարք օրենսդրական բարեփոխումների հանձնարարականներ, որոնք ներառում են օրենքների չեղարկում։ Դրանք են օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը, օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը, դրամաշնորհների մասին օրենքը, հեռարձակման մասին օրենքը եւ ընտանեկան արժեքների մասին օրենքը։ Բացի այդ, զեկույցը նաեւ ներառում է որոշակի օրենսդրական կարգավորումների փոփոխություններ։ Զեկույցը նաև ներառում է առաջարկություններ մի այլ ոլորտներում, այդ թվում ազատ ընտրությունների, խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքի, ազատության եւ անվտանգության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, հավաքների, միավորումների եւ արտահայտման ազատության, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի, հաշվետվողականության, միջազգային համագործակցության վերաբերյալ։ Բացի այդ, փաստաթուղթը պարունակում է առանձին առաջարկություններ ԵԱՀԿ մասնակից պետությունների եւ միջազգային հանրության համար։ ԵԱՀԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարություն է տարածում։ Մոսկվայի մեխանիզմի շրջանակներում ստեղծված ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցը պարունակում է լուրջ փաստական անճշտություններ, ընտրողակալ մեկնաբանություններ եւ քաղաքականապես կողմնակալ եզրակացություններ, որոնք կասկածի տակ են դնում դրա հավասարությունն ու օբյեկտիվությունը։ Վիեննայում ունեցած ելույթի ժամանակ ասել է ԵԱՀԿ-ում եւ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Մայսուրաձեն։ ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմի զեկույցը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ միջազգային համաձայնագրերն ու դաշինքները վերածվել են լիակատար ֆարսի։ Փաստն այն է, որ այն արժեքները, որոնք այդ կազմակերպությունները մի ժամանակ հռչակել էին, այլևս գոյություն չունեն, գրում է Միացյալ Չեզոք Վրաստանի ներկայացուցիչը։ Հայտարարության մեջ նշվում է. եզրակացությունը մեզ ասում է, որ մարդու իրավունքները LGBT քարոզչություն են, իսկ ժողովրդավարությունը կոլեկտիվ ազգային շարժման կանոնը։ Միջազգային համաձայնագրերի եւ պարտավորությունների ձևաչափերը կորցնում են իրենց գործառույթը գլոբալ մակարդակով։ Ինչպես հայտնի է, ընդամենը մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ն դուրս եկավ մոտ 70 նման համաձայնագրերից։ Վրաստանում կառավարությունը տապալելու եւ այն գործակալով փոխարինելու սցենարը անփոփոխ է, իսկ ԵԱՀԿ եզրակացությունը, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի բանաձևը եւ այլ մեխանիզմներ, ինչպես նախորդ տարիներին վառելիքի դեր են խաղում հեղափոխական գործընթացների համար, ասվում է հայտարարության մեջ։ Միացյալ Չեզոք Վրաստանը կարծում է, որ Վրաստանը պետք է հրաժարվի միջազգային համաձայնագրերից եւ կազմակերպություններից, որոնք դարձել են շանտաժի գործիքներ։ Վրաստանի վերաբերյալ Եվրոպական խորհրդի կողմից ընդունված հերթականությամբ 9-րդ բանաձևը քննարկման առանցքայինում է։ Էլեն Խոշտարյայի եւ քաղբանտարկյալների գործը վերանվանման փաստաթղթով Եվրոպական խորհուրդը պահանջում է Խոշտարյայի եւ այլ կալանավորված անձանց ազատ արձակում, չեղարկում որոշակի օրենքների եւ թիրախային պատժամիջոցների կիրառում։ Այն վերաբերում է նաեւ Միխեիլ Սահակաշվիլիին։ Մեծամասնությունը ասում է, որ օտարերկրյա գործիչները ընդդիմության հիմնական փրկողակն են։ ԱՄՆ-ի պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալության ղեկավարը հանդիպել է ներքին գործերի փոխնախարարի եւ դատաբժշկական փորձաքննությունների դեպարտամենտի տնօրենի հետ։ Կողմերը մանրամասն քննարկել են համագործակցության առաջնահերթ ոլորտներ եւ իրականացվելիք ծրագրեր։ Զրույցը անդրադարձել է դատաբժշկական փորձաքննությունների դեպարտամենտի քիմիա լաբորատորիայի հնարավորությունների մեծացմանը, լաբորատորիան ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնելուն, անձնակազմի որակավորման բարձրացմանը եւ մասնագիտացված շարունակական կրթության մոդելի ստեղծմանը։ Լևան Խաբեյիշվիլիի եւ Մուրթազ Զոդելավայի գործով հերթական դատական նիստը։ Հարցաքննվել են մեղադրանքի կողմի 2 վկա։ Լևան Խաբեյիշվիլին մասնակցում է դատավարությանը, իսկ Մուրթազ Զոդելավան ոչ։ Խաբեյիշվիլին օգտվել է խոսքի իրավունքից, խոսել է Մոսկվայի մեխանիզմի մասին։ Հետաքննությունը նրան մեղադրում է պաշտոնյային կաշառք խոստանալու եւ պետական իշխանությունը տապալելու հրապարակային կոչի մեջ։ Ներառում է ազատության շքերթը ժամը 4-ից 7-ը։ Մուրթազ Զոդելավը մեղադրվում է պետական անվտանգության ծառայության քննչի գործունեությունը խոչընդոտելու մեջ, որը ենթադրում է մինչև 1 տարի ազատազրկում։
Հավանաբար այսօր կհրապարակվի Ռոմեո Միքաուտաձեի դատավճիռը, տեղի է ունեցել էկոնոմիկայի նախկին փոխնախարարի իմփիչմենտի գործընթացը։ Պաշտպանությունը ներկայացնում է իր եզրափակիչ խոսքը։ Ռոմեո Միքաուտաձեն ընդմիջում է վերցրել հետաքննչյան տվյալներով։ Ռոմեո Միքաուտաձեն համակարգված կերպով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, ինչը ուղեկցվել է հատկապես մեծ գումարի եկամուտներով։ Բուլիում առաջացած ցողանքի վերացման աշխատանքները ակտիվ փուլում են։ Երկրբակուների լրացուցիչ խումբը ակտիվ աշխատում է առավոտվանից։ Մասնագետների նախնական եզրակացությունը կհրապարակվի այսօր։ Բոլոր ընտանիքները տարհանվել են տարածքից։ Ցողանքը տեղի ունեցել 3, փլուզվել է 10 տուն։ Երկրում խստացվում են պլաստիկե շշերի օգտագործման կանոնակարգերը։ Հուլիսի 1-ից հանրային սննդի հաստատություններում կարգելվի պլաստմասե շշերով խմիչքներ մատուցելը։ 2027 թվականի փետրվարի 1-ից այլևս թույլատրված չի լինի նման շշերով խմիչքների արտադրությունը բացառությամբ արտահանման համար նախատեսված ապրանքների։ Ինչպես նշել են բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունում, արգելքները չեն տարածվի 3 լիտր և ավելի ծավալով խմելու ջրի, ինչպես նաև 20 լիտր և ավելի ծավալով տարբեր խմիչքների վրա։ Գործակալությունը նշում է, որ այս կարգավորումը կօգնի վերացնել շրջակա միջավայրի խնդիրները և նվազեցնել մարդու առողջության համար ռիսկերը։ Հունվար-փետրվար ամիսներին արտահանումը աճել է գրեթե 23%-ով, ընդհանուր ծավալը կազմել է 1 միլիարդ 26 միլիոն դոլար։ Այս մասին հաղորդում է ազգային վիճակագրական ծառայությունը։ Միայն փետրվարին երկրից արտասահմանյան շուկաներ է արտահանվել 546 միլիոն դոլարի արտադրանք։ Ալեքսանդր Ղազբեկի 27 հասցեում գտնվող հանգստի գոտու վերականգնումը ընթացքի մեջ է։ Նախագծի շրջանակներում 2500 քառակուսի մետր տարածքի վրա տեղադրվում են տարբեր տեսակի կայանատեղի ենթակառուցվածքներ։ Տեղադրվում են լուսավորության և ոռոգման ցանցեր։ Բյուջեն կազմում է 600 000 լարի։